Հարգելի հայեր, հարգելի ժողովուրդ, ես ուզում եմ այսօրվա իմ կանխատեսումը սկսել Գարեգին Նժդեհի վերջին նամակը ուղղված ապերախտ ժողովրդին 1920 թվականի գրված, ուրեմն հենց այդպես էլ վերնագիրը դրված է ապերախտ ժողովուրդ, դու ուզեցիր այն, ինչ ուզում էր թշնամին, վայ քեզ ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ ու պատմությանը։ Իսկ հիմա մի փոքրիկ կանխատեսում, ուր է գնում Նիկոլի Հայաստանը և ապերախտ ժողովրդի Հայաստանը, ուր է գնում, ուր է գնում Նիկոլի Հայաստանը, ուր է գնում Նիկոլի Հայաստանը։ Կարոլ չար։ Սա նշանակում է, որ ղեկավար անձը կառավարվում է իր ամբիցիաներից, իր էմոցիաներից, ուր է տանում ժողովրդին։ Սա երկրի տարածքներն է և բաշնյա։ 4 անկյունները երկրի հիմքերը, որոնք այլևս կործանված են, որոնք խախտված են, բաշնյա, քանդել, քարուքանդ անել, ավերել, ահա ուր է գնում Հայաստանը։ Իսկ ինչ վերաբերվում է, որ ինձ գրում եք Ռոբերտ Քոչարյանի համար, ես իրատես մարդ եմ, ինձ համար միևնույնն է, դա Քոչարյանն է, Քոչարյանի բարեկամն է, թե Սերժ Սարգսյանն է, ինձ համար մեկ է, ես անուններ չեմ պաշտում, ես մարդկանց արած գործերն եմ նայում։ Եթե Նիկոլ Փաշինյանը նույն կերպ Հայաստանի հանդեպ վերաբերվեր, ոնց որ եղել են հաջորդ ղեկավարները, որոնք ազատագրել են Շուշին, որոնք հետ են բերել Արցախը եւ այլը, ես նույն ձևի կխոսեի Նիկոլ Փաշինյանի մասին, բայց ինչևիցե թողնենք այդ թեման, ես չեմ ուզում իմ էջը վերածեմ քաղաքականության, բայց ուզում եմ մի պարզ բան ձեզ ասել, որ երբ որ դուք տեսնում եք Քոչարյանի պահվածքը ու տեսնում եք Նիկոլ Փաշինյանի պահվածքը, տեսնում եք Քոչարյանի տան դաստիարակությունը, Նիկոլի տան դաստիարակությունն, նրանց երեխաների կրթությունը, պահվածքը, նրա երեխաների պահվածքը, կարծում եմ այստեղից պետքա ձեզ ազդակ լիներ, դուք ում հետ գործ ունեք, էդ էլ մի կողմ դրած։ Միլիոնները բա այդ որտեղից տունը Հայաստանը ծախեց կերավ եւ այլը, լսեք, մարդիկ աշխատում են, երգում են, ստեղծում են, ունեն բիզնեսներ, քանի որ դուք այս կյանքում չունեք ոչ մի բան, դրա համար էլ ունեք նախանձ մարդկանց ունեցվածքի հանդեպ։ Հայաստանում չպետք է ապրեն մենակ բոմժեր, պետք է լինեն նաեւ հարուստ մարդիկ։ Ու այդ հարուստ մարդիկ ամենամեծ հարկատուներն են համարվում երկրի համար։ Պարզապես քանի որ երկրի այժմյան ղեկավարը 42 տարեկան հասակում դեռ չուներ ոչինչ ու նստած էր ծակ բազմոցի վրա ու աղտոտված պատերի մեջ էր ապրում, ինքը հստակ ունի հիմա նախանձ այն մարդկանց, որոնք իրենց կյանքում հասել են ամեն ինչի, իրենց երեխաներին հասցրել են ամեն ինչի, թե դաստիարակության առումով, թե ֆինանսական առումով, եւ դա ներքին նախանձն է։ Ինչ վերաբերվում է, ելի եմ ասում, ուրիշների ունեցվածքին, ուրիշների ունեցվածքով ապրելու կամ հետաքրքրվելու փոխարեն հետաքրքրվեք ձեր հայրենիքը, թե ոնց է կործանվում։ Հասկացաք։ Միևնույն է, դա ձեր գրպանը չի գալու, դուք նորից մնալու եք բանվոր դասակարգ, փողոցում բանջարեղեն ծախող, ձեր հողի մշակը, կամ մաքրություն անող, կամ էլ ինչ-որ մեկի ձեռի տակ աշխատող, այդ, որ հիմա ուզում են հետ բերեն, մոռացեք, որ դրանք ձեզ են տալու։ Դուք էլի մնալու եք նույն մարդիկ, ովքեր մտնում են խանութ, սուպերմարկետներ, ծախսելով 30,000 դրամ դեռ ավել, բայց կարողանում են իրենց սառնարանի ընդամենը մեկ դարակը լցնել։
Դուք նույնն եք մնալու, ոչ մի տարբերություն։ Պարզապես հայրենիքը ավելի բարձր գնահատեք։